կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին։ Միացված։ Շնորհակալ եմ։ Ես կուզեմ մի քիչ կարճ խոսքից թեման ունը փոխել, քանի որ նաև գրքի շնորհանդեսն է։ Նախ Սիրանուշի խոսքում մի կարևոր բան կա։ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս հայրենակիցների դատավճիռը ինչի չեն հրապարակում։ Դե ես ներքին համոզում ունեմ, մարդ, որը հետևել ամբողջ դասական պրոցեսին, ինչքանով ադրբեջանական կողմը պաշտոնական տեղեկատվություն է տվել, ես կարծում եմ, որ Ադրբեջանը մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջ այդ դատավճիռը անգամ ցանկության դեպքում չի հրապարակի։ Երեքշաբթի առաջ օրը իշխանան Դավիթի խոսքում մի հատ կարևոր միտք կա։ Այդ դատավճիռը այնտեղ դատվող 15 հայերի մասին չի։ Այդ դատավճիռը ընդդեմ Հայաստանի Հանրապետության է։ Եվ Ադրբեջանը տվյալ դեպքում այդ դատավճիռը չի հրապարակում, որպեսզի մազաչափ անգամ չվնասի Նիկոլ Փաշինյանին, որտեղ այդ դատավճիռով պարզ է դառնում հայության համար ենթադրումը, չեմ կարծում սխալվում, որ ինչքան էլ Հայաստանի իշխանությունը կուզեկուզ մանկագլուխը փողի մեջ մտցնի, ուրացման տոտալ շարժումանի, Ադրբեջանը այդ էջը չի փակել և դեռ ավելին այդ էջը շարունակելու է օգտագործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիվության նոր դրսևորումների, որովհետև ամբողջ դատաքննության ընթացքում ավելի շատ կենտրոնացած են եղել ամբողջ անցնող 30 տարիների գործողությունների վրա, պետական, ռազմական գործիչների մասին են հիշատակել, քան բուն դատաքննության մասնակիցների ընդհանրապես դերակատարության։ Եվ դժվարությունների մասին հատկապես նայեք իրականում Կարեն Պեկարյանի այս գրքում մի շատ կարևոր բան կա։ Գիրք, որը խոսում է Հայաստանի Հանրապետության ընդհանրապես միջազգային կառույցների գործունեության, պետական, դիվանագիտական, խորհրդարանական, նաև ժողովրդական դիվանագիտության, բայց այս գիրքը ասեմ մի հատ կարևոր ջրբաժան ունի, մինչև 18 թվական և 18 թվականից հետո։ Եվ ինչի եմ ասում 18 թվականից հետո պայմանական, դա 20 թվական ավելի շատ, որովհետև այստեղ նստած Արմեն Արշակյանը, Կարեն Բեկարյանը, խորհրդարանի որպես պատգամավորներ, Դավիթ Հարությունյանը ԵԽՎ-ում տարիների ընթացքում պատվիրակություններում ընդգրկված են եղել իշխանություն, ընդդիմություն, որոնք իրար փոր են թափել պայմանական ասեմ Հայաստանի ազգային ժողովում, բայց ընդհանրապես գլոբալ անկյունաքարային հարցերում արտաքին ճակատում գրեթե ամբողջությամբ միասնական վիճակով են հանդես եկել։ 20 թվականից հետո իրականում արտաքին ճակատի վրա ասեմ ամենամեծ ավերներից մեկը դա ամենամեծ ահավորությունն է, որ 5 հայով նստած է, օրինակ ԻԱՀԿ խորհրդարանական վեաժողով։ Գալստյան Լիլիթը պայմանական խոսում է Արցախայցյան վերադարձի իրավունքի մասին, այն 4-ն ասում են, էսի մեր հետ կապ չունի։ Եվ բոլոր միջազգային ատյաններում, և ընդհանրապես այդ ճեղքը ամենաահավորն է, հիմա նույնը Բաքվում գտնվող ռազմագերիների հետ կապը։ Միասնական օրակարգ չկա, պայմանական ասում, հանուն ճշմարության, ազգային ժողովի նախագահի բոլոր այցերի ժամանակ մեկ-երկու նախադասություն պարտադիր կա, բայց մնացած դիվանագիտական, պետական, մնացած մակարդակները ոչ մի չկա, միասնական ճակատով չէր և այս առումով ինքը անդառնալի վնաս է, որ պատճառում է։ Իսկ ներքին ճակատում դժվարությունների շարքը առաջինը Աշատ Սրբազանի ձերբակալումն է, կալանքն է, որովհետև իրականում իրավական համակարգը, որը դարձել է գործիք, այն տոտալ հսկողությունը, որ իրականացնում է իրավական համակարգը, հենանիցած քաղաքական գործիչներին կձերբակալեն, կալանավորեն կներին Գերար Արաշոտյանը, բայց նայեք ամենաահավորը Հայաստանում շարքային պարզ մարդը
քաղաքականության հետ մազաչափ անգամ առնչություն չունեցող մարդը այսօր վախենում է գաղտնալսումից, այսօր վախենում է ոստիկանից, վախենում է ձերբակալվելուց, վախենում է մի վայրկյան անգամ ինչ որ քաղաքական բան մտածելու։ Քաղաքական գործիչներս կարող են ասել, այո, մենք անխոչ պայքար ենք մղել, այսքան քաղաքվանդարկյալ, որևէ մեկը չի կոտրվել բանտում, բայց նաև մենք կա սառը դատողությամբ գիտակցենք, որ իշխանությունը շատ հարցում հասել է իր նպատակին, ինքը մարդկանց մեջ մտցրել է տոտալ վար, որ ամենամեծ սպառնալիքն է այսօր մեր երկրում։ Երբ այսքան շատ ժամանակ չխլացել։ Ես հիշում եմ, որ սրա վերաբերյալ ձեր վերջին ձևակերպումների վերաբերյալ միջազգային քաղաքական իրավունքների շտեմարանում կա մի տերմին, Տաթևը ինձ կօգնի, եթե սխալվեմ, կոչվում է chilling effect։ Սա smart repression-ի, խելացի, այսպես ասած, ռեպրեսիաների գործիքակազմերից մեկն է, սառեցման էֆեկտ անել, այսինքն կիրառել այնպիսի գործիքներ,